Բարև բոլորիդ, սիրելի հայրենակիցներ, սիրելի հավատագիցներ, բոլորիդ կողջունեմ Հիսուսիս ջերմ սիրով ու այսօր մենք պետք է ուսումնասիրենք հայտնություն առաջի գլուխը ու անցկացնենք քննարկումներ, արդեն իսկ աղոթել ենք, որպեսզի Տիրոջ Սուրբ Հոգին առաջնորդե մեզի, որպեսզի մենք հասկանանք այն խորությունները, որոնք որ Տերը պատրաստել է մեզի համար։ Իսկ այժմ մեր քրերից նորից կաղոթեն, որոնց որ Սուրբ Հոգին կառաջնորդե ու նոր կսկսենք մեր ծառայությունը քրեր ջան։ Սկսեք երեխեք ջան աղոթել։ Բորյալ իմ Տեր Աստված, փառք եմ տալիս քեզ Տեր Հիսուս, շնորհակալ եմ Տերս, շնորհակալ եմ ևս մեկ օրվա համար Տեր, շնորհակալ եմ Տեր, որ քո հզոր պաշտպանության տակ ես մեզ վերցնում Տեր իմ Աստված, շնորհակալ եմ, որ գիշերը հանգիստ քուն ունեցանք Տերս, որ խաղաղությամբ արթնացանք Տեր իմ Աստված, քո ողորմության լույսը տեսնելով, փառք եմ տալիս քեզ Տերս, թող իմ աղոթքը լինի քո Սուրբ Հոգուց Տեր, թող իմ աղոթքը լինի քո կամքով ու քո ականջներին հաճելի իմ Տեր Աստված, փառք եմ տալիս քեզ Տերս, փառք եմ տալիս ամեն ինչի համար, դու փառավորյալ Տեր Աստված ես, փառք քեզ Տեր Հիսուս, Տերս խնդրում եմ քեզ, որ առաջնորդես մեզ Տեր, ամբողջ կյանքում, մեր ամբողջ կյանքի ընթացքում Տերս, առաջնորդես մեզ մեր բոլոր գործերի մեջ Տերս, որպեսզի ամեն ինչ քո կամքի համաձայն անենք Տեր, դու գիտես, որ մեղավոր բնությունը Տեր իմ Աստված, դու գիտես, որ առանց քեզ, առանց քո լույսի, առանց քո Սուրբ Հոգու օգնության Տերս, մենք բոլորս մեղքերի ու խավարի մեջ ենք Տեր, քո լույսն ա որ լուսավորում ա մեզ Տեր ու առաջնորդում ա մեզ մեր կյանքում Տեր։ Քո բոլոր ճշմարտությունների համար Տեր, որ սովորեցնում ես, քո այն արդար ու քաղցր կերակուրի համար Տեր, որ սովորեցնում ես մեզ, որ տալիս ես այդ արդար հացը Տերս, որպեսզի մենք սնվելով, ապրելով Տեր կշտանանք ու ապրենք մեր կյանքը այնպես, ինչպես քեզ հաճելի ա Տեր, դու գիտես մեր բնությունը մեղավոր ա Տեր իմ Աստված, դու առաջնորդի մեզ, որ ամեն որոշումներ կայացնելուց Տեր, քո բարի կամքին գործակից լինենք Տեր, դու մեր մեջից որոշումներ կայացրա, դու մեր մեջից ընտրություններ արա Տերս, որ բոլորին բարի պտուղներ լինի, մնացածին ապաշխարություն լինի Տեր, որ չսխալվենք Տեր իմ դու, մենք քո զավակներն ենք Տերս, դու մեր Աստվածն ես, փառք եմ տալիս քեզ Տեր, օգնիր, որ մենք քեզ արժանի լինենք Տեր, մաքրի, սրբի մեզ Տեր իմ Աստված, որ ամեն ինչ որ անենք քո կամքի մեջ լինի Տերս, դու ես մեզ բարձրացնողը Տեր իմ Աստված, դու ես մեզ մաքրողը, դու ես մեզ առաջնորդողը Տեր իմ Հիսուս, շնորհակալ եմ քեզ Տեր, որ շատ սիրում ես, որ ողորմում ես Տեր, որ լսում ես մեր աղոթքները, Տեր իմ, որ ուղղություն ես տալիս մեզ մեր կյանքի օրերում Տերս, ել ավելի սովորեցրում ես քո ճշմարտությունները Տեր իմ Աստված, որպեսզի մեր ժամանակը հասկանալով Տեր, ի օգուտի բարի օգտագործենք Տերս, քո կամքի պես, որպեսզի առօրյա հոգսերից Տեր իմ, չխեղդվենք ու առօրյա հոգսերի պատճառով Տերս քեզանից հեռու չլինենք, այլ ամեն ժամ արթուն լինենք Տեր, քո ներկայության մեջ լինենք, քո կամքի պես ապրենք Տեր, մեր ընտանիքներում ինչ որ գործենք, ինչ որ անենք Տեր, քո կամքի մեջ լինի, թող միշտ ընտրենք ճշմարտությունը Տերս, դու աշխատի մեր սրտերի հետ Տեր իմ Աստված, որ միշտ քո ճշմարտությունները հիշելով Տեր, կատարենք քո կամքը, ընտրենք բարին, ընտրենք այն, ինչ որ դու կընտրեիր Տեր իմ Աստված, դու գործիր մեր միջից Տերս, մաքրիր մեր մտքերը ավելորդ պղծություններից, ավելորդ հոգսերից, ավելորդ մտածմունքներից Տերս, փառք եմ տալիս քեզ Տեր, շնորհակալ եմ քեզ Տեր իմ Աստված, փառք եմ տալիս քեզ իմ Սուրբ Աստված, դու փառավորյալ Աստված ես, դու Սուրբ Տեր ես, Տերս, մեզ էլ դարձրու մաքուր ու սրբված Տեր իմ
իմ Աստված, որպեսզի համարձակություն ունենանք Տերս քո առաջ կանգնելու, աղոթելու Տեր իմ Աստված, փառք եմ տալիս քեզ Տերս, մաքրիր մեր մեջից կեղծավորությունը, նախանձը Տեր, սուտը, ամեն վատ բան Տեր, մեզ բարիին գործակից դարձրու, փառք քեզ ամենակարող Տեր, աղոթում եմ Տերս իմ խմբակի անդամների համար Տեր, դու բոլորին գիտես, դու բոլորի սրտերն ու երիկամունքները քննող Աստված ես, փառք եմ տալիս քեզ Տեր, դու գիտես ով ինչ մտածմունքներ ունի, ով ինչ խնդիրներ ունի, Տերս, թող բոլորը քո լույսը տեսնելով ճիշտ որոշումներ կայացնեն քո կամքին համապատասխան Տեր, թող ապաշխարեն բոլոր այն մեղքերից, որոնց մասին չգիտեն, դու սովորեցրու իմացրու Տեր իմ Աստված, դու առաջնորդիր Տերս, որ մաքրվենք ու սրբվենք Տերս, աղոթում եմ իմ Աննա քրոջս համար Տեր, որ նշանակել ես մեր խմբակին Տեր իմ Աստված, որպես առաջնորդ քո Սուրբ Հոգուտ կամքով Տերս, քո Սուրբ Հոգով առաջնորդվելու ու մեր հետ խոսալու, մեզ քո ճշմարտությունները փոխանցելու համար Տերս, շնորհակալ եմ քեզ Տեր իմ իրա համար, Տեր դու գիտես իրա հնազանդությունը, դու գիտես իրա խոնարհությունը Տերս ու ապաշխարող սիրտը, խնդրում եմ քեզ, որ դու օգնես իրան Տեր, սատանայի հարձակումներից ու չարի հարձակումներից ու պաշտպանես Տերս քո Սուրբ Հոգու առաջնորդությամբ, թող ինչ որ իր կյանքում դու պլանավորել ես Տերս, ինչ բարիքներ ու ինչ գործեր, որ դու իր կյանքում տեսնում ես, որ պետքա լինեն, դու առաջնորդես Տեր, որ հաջողությամբ հասնի իմ քուրս քո բոլոր կազմած պլաններին Տերս իր կյանքում, ու ապաշխարություն, խաղաղություն ու սեր բերես իր ընտանիքի մեջ, խաղաղություն բերես իր հոգու մեջ Տեր իմ Աստված, քո Սուրբ Հոգով թող միշտ առաջնորդված լինի ու բոլոր որոշումները Տերս քո կամքի պես կատարի, մենք եւս Տեր իմ Աստված, լսելով ու սովորելով Տերս, մեր բոլոր որոշումները կատարենք քո կամքի պես, փառք եմ տալիս քեզ Տերս, շնորհակալություն եմ հայտնում քեզ իմ Աստված, ամեն ինչի համար, ինչ դու կատարում ես մեր կյանքերում Տեր, ու ներիր մեր մեղքերը, խնդրում եմ իմ Աստված, բոլոր գիտակից ու անգիտակից, որ գործում ենք, ու օգնիր մեզ Տերս, որ տեսնենք միշտ քո ճշմարտությունները, փառք եմ տալիս քեզ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն։ Ամեն։ Քրիստիան, եթե կա էլի առաջնորդություն որևէ մեկի մեջ, աղոթեք, եթե չէ, արդեն քննենք հայտնություն առաջի գլուխը։ Փառք քեզ սիրելի Հիսուս, փառք քեզ քանչելի ու արարիչ Աստված, փառք քեզ մեր ամենակարող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Գոհանում ենք քեզանից Տեր իմ Աստված, քո հրաշքների համար, քո օրհնությունների համար Տեր, քո կենթանի ներկայության համար Տեր իմ Աստված, որ ամեն րոպե Տեր, ամեն վայրկյան մենք զգում ենք քո ներկայությունը, քո գործերը կենթանի ձևով մեր կյանքում Տեր իմ Աստված, ներիր մեզ, ներիր մեր գիտակից ու անգիտակից մեղքերը Տեր իմ Աստված, որ առանց հասկանալու թե հասկանալով ենք գործում Տեր, ամեն օր տուր մեզ հնարավորություն մաքրվելու, սրբվելու այդ մեղքերից ազատվելու համար Տեր իմ Աստված, որ հանկարծ ու հանկարծ Տեր իմ Աստված քավ լիցի, որ հանկարծ չշեղվենք քեզ մաքուր տանող ճանապարհից Տեր իմ Աստված, որ մեր մեղքերը չխաթարեն մեր ճանապարհները Տեր իմ Աստված, որտեղ մենք գիտենք Տեր իմ Աստված, մենք այդ հոգևոր սնունդը ճաշակելով հասկացել ենք Տեր, որ քոնն է խաղաղությունը, քոնն է արքայությունը, արդարությունը Տեր իմ Աստված, որ մենք պիտի գանք մենակ քո հետևից, քոնն է ճշմարիտ ճանապարհը, դու ես մեզ ուղղորդում Տեր, շնորհակալ եմ, որ ընտրել ես մեզ, որ սիրում ես մեզ, մենք քո ընտրյալներն ենք, դու կանչված ենք քո կողմից ու քո անունով Տեր իմ Աստվածս, շնորհակալ եմ, որ քո հոր կողմում նստած բարե խոսում ես մեզանից ամեն մեկի համար Տեր, որ մեր թանկ գին ես վճարել մեզանից ամեն մեկի համար, շնորհակալ ենք այդ քո թանկ թափածարյան համար, դու մեզ հնարավորություն Տեր իմ Աստված, որ արժանանանք քո զավակը արժանի ձևով լինենք Տեր իմ Աստված, որ օրինակ լինենք մեզանից շատ-շատերին Տեր, որ մեզ տեսնելով ապաշխարեն ծուկի կան ու աղերսեն Տեր իմ Աստված, որ ներես իրանց, որ գան քո կամքի մեջ Տեր իմ Աստված, քո ներկայության մեջ Տեր իմ Աստված, այցելիր ամեն մեկին անհատապես ու երովի Տեր, կպիր հվիր նրանց սրտերին, դու գիտես իրանց սիրտը, դու գիտես իրանց սրտի դիրքը Տեր իմ Աստված, իրանց հետներ իր չեն հասկանում, ինչ են անում Տեր, ծուկի բերապաշխարության բեր Տեր իմ Աստված, բացիր ամեն մեկից հոգու աչքերը Տեր իմ Աստված, թող մեր ականջները, լեզուն,
բերանը թլպատված լինեն մենա քո խոսքը լսելու ու հոգևոր սնունդ ընդունելու ու բոլորին տարածելու քո սերմերը որ ցանեն ամեն մեկի սրտի մեջ Տեր որ առողջ ուղեղով դատեն ու հասկանան թե ինչալ բարձրալ ու զորավոր ես Տեր մենք քեզ չենք տեսնում բայց տեսնում ենք քո գործերը ամեն օր մեր կյանքում ամեն ժամ ու ամեն վայրկյան Տեր անգամ անհնարին եմ մտածել թե առանց քեզ մի վայրկյան ինչ կանենք Տեր իմ Աստված շատ զորավոր ես դու շատ ենք սիրում քեզ Տեր իմ Աստված մաքրիր սրբիր ու ազատիր մեզ մեղքերից օգնիր ավելի մոտենանք քեզ մեր հարաբերությունները ավելի մտերիմ դարձնենք քեզ հետ ու դրա արակում թող կեղտիկներն ու մեղքերը անհետանան ամեն մեկիս վրա ցույց տուր մեր մեղքը եւ հպարտությունը եւ նախանձությունը ինչ որ տեսնում եմ հիմա ես իմ աչքերի առաջ քանդես ու սրբես հեռացնես Տեր իմ Աստված թող ոչ մի բան չմնա մեր սրտի մեջ Տեր իմ Աստված հանգալով որ դու գաս ու ապրես մեր սրտի մեջ որ գաս մեր կյանքի գահին նստես ու թակավորես մեր կյանքերը մեր տները մեր ընտանիքները Տեր իմ Աստված մենք ապահով ենք քեզանով Հիսուս ջան որովհետեւ դու ես մեր Տերը մեր գերագույնը մեր հայրն ու ամենակարող Աստված Տեր իմ Աստված մենք քեզ ենք տալիս մեր սրտի ու կյանքի բանալին որ գաս ու թակավորես որովհետեւ քեզ ենք ապավինում քեզ ենք սիրում ու քեզ ենք վստահում Տեր իմ Աստված մենք պետք է մեր խնդրը պատմենք քո մասին ոչ թե քեզ մեր խնդրի մասին թե ասենք մեր հոգսերի թե ինչքան մեծ հայր ունենք մենք ու մեր հոգսերը լուծված է քեզանով ամեն Տերս Մոտում ենք քեզ, սիրում ենք քեզ շատ Տեր, առաջնորդի ողերսում ենք քեզ, որ հանկարծ մեր ձեռքը բաց չթողես Տեր, ոչ մի վայրկյան բաց չթողես, կկործանվենք առանց քեզ Տեր, մենք վկայությունները բազում բազմազան են, թե ինչքան հրաշքներ ես անում դու մեզանից ամեն մեկի կյանքում, ամեն օր Տեր, ամեն վայրկյան Տեր, անհնարին է դարձնում ուսանալու Տեր, հնազանդվենք, քո խոսքը լսենք ու ընդունենք, ոչ թե լսենք ու անցնենք, այլ լսենք ու ընդունենք Այս ամենը խնդրեցի ինքնավոր ու սքանչելի զորավոր Հիսուս Քրիստոսի անունով թող փառավորվի Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին հալելույա ամեն Տերս ամեն Օ հալելույա Տերս փառքես ամեն Իդա ջան էլ մարդ կար կրնաղոտ է կա առաջնորդություն քրեր ջան Եթե չունիք Տիրոջից առաջնորդություն մի աղոթեք Եթե Տերը չունի ձեր միջից աղոթք ուրեմն մի աղոթեք քրեր ջան Սկսենք մեր ծառայությունը Ժողովուրդ ջան ուրեմն մենք մեր վիդեոները կփակենք աղոթքների ժամանակ որպեսզի կենտրոնանանք ոչ թե աղոթողի վրա այլ իրա միջից աղոթողի վրա այսինքն անհատ չեղնի թող Տերը ներկա եղնի Գար Քուրչյան, քո միկրոֆոնդ կփակես, ասես։ Հայտնություն առաջի գլուխը բացենք ու կաշտանք։ Ձեր վիդեոները բացեք, միկրոֆոնները փակեք, քրշչա։ Եթե ինչ-որ խոսք կբացվի, կրնակ պարզապես դուք էլ մասնակցեք, քննենք այնքան ինչքան որ Տիրոջ հոգին կառաջնորդի։ Աննա քուր կարամ բան ասեմ մի հատ։ Իհարկե։ Գողարի աղոտ քեզ ինչ հզոր էր։ Դու զգացի։ Ես զգացի։ Ահա։ Դու արդեն սկսեցիր զգալ։ Ուրեմն նայ, որ աղոթքների ժամանակ որ Սուրբ Հոգին ինձ կառաջնորդե, ես ինքս կաղոթեմ, այդ աղոթքների մեջ կա Տիրոջ ներկայությունը, հզոր ձևով։ Ես ինքս ես զգացի ու փառք Աստծուն արդեն դու եք սկսես զգալ, թե որ աղոթքն է Տիրոջից, որ աղոթքն է մարմնից։ Ծառայության ժամանակ ընդհանուր առմամբ ես միշտ սիրելի հավատակիցներ ուշադրություն կդարձնեմ, որ աղոթքներն որ մարմնից կեղնի, ես սկսեմ թող նորից աղոթեն։ Որովհետև երբ որ մարմինդ կաղոթե, դիք դու քո կամքդ կա արտահայտես։ Երբ որ հոգին կաղոթե, դու կլսես թե Տերը ինչ կսե։ Քան որ արդեն Տերս աշխատանք կտանի նաև ցեզի հետ, ես կուզենայի որ դուք վարժվեիք ճիշտ աղոթելու վրա։ Օրինակ դուք լսեցիք այսօր մեր երկու քրոջ աղոթքը։ Մեր գոհար քուրը աղոթեց հոգուց, բայց Քրիստինա քուրը, որ նոր զգացել էր գոհար քրոջ աղոթքը, մարմնից աղոթեց։ Ու քան որ ինքը դիք զգաց, իմ մեջս դրվա որ սեի, որ ինքը նորից աղոթե հոգով։ Հիմի կուզենայի դուք ինքներդ լսեիք թե որն է հոգուց աղոթքը։ Հիմի իրա մարմնից աղոթքն է կա,
Հիմի ինքը կուզենայի որ աղոթեր հոգով։ Քրիստինա ջան, աղոթեր հոգով ու դու ինքդ լսե թե Տերը ինչ կաղոթե քո միջիցդ։ Լավ քուրս։ Լսենք Քրիստինայի աղոթքը։ Փակեք ձեր վիդեոները։ Ով քեզ ամենակարող Տեր, շնորհակալ եմ քեզ Տերս, թող իմ աղոթքը լինի քո Սուրբ Հոգուց Տեր։ Դու խոսիր իմ մեջից, դու աղոթիր իմ Ամեն։ մեջից Տեր իմ Աստված։ Ապաշխարության աղոթք։ Տեր իմ Աստված, խնդրում եմ քեզ, որ ներես իմ գիտակից ու անգիտակից բոլոր մեղքերը Տերս, ու առաջնորդես ու ուղղորդես ինձ Տեր, որպեսզի մաքրվեմ ու սրբվեմ քո Սուրբ կամքիդ համաձայն Տեր, որ ապրեմ այնպես, ինչպես դու ես կամենում, ու իմ բոլոր որոշումները դու կայացրու իմ մեջից Տերս։ Մաքրիր ու սրբիր ինձ Տերս, որպեսզի մաքուր լինեմ Տեր քո առաջ։ Փառք եմ տալիս քեզ Տերս, մաքրիր իմ մտքերը, իմ հոգին, իմ անձը Տեր իմ Ամեն, Աստված։ ամեն, ամեն Տերս, ամեն Հիսուսս։ Փառք քեզ Տերս, շնորհակալ եմ քեզ Տերս, ամենի համար ինչ որ կատարում ես իմ կյանքում, քո Ամեն բոլոր Հիսուսս, գործերի համար ամեն։ Տեր, դու փառավորյալ Տեր Աստված ես, դու սուրբ ու ողորմած Աստված ես։ Փառք եմ տալիս քեզ Տերս, օրհնում եմ քո սուրբ ու զորավոր անունը, փառավորյալ Աստված ես Տեր, ու զորավոր Աստված ես Տեր, դու փառավորվիր իմ կյանքում Տերս, թող փառավորվի իմ կյանքում Հայրը, Որդին եւ Սուրբ Ամեն, Հոգին, ամեն, ամեն։ ամեն։ Սիրելիներ, տեսակ, սկզբից ինքը շատ երկար աղոթեց, բայց Սուրբ Հոգին իրան տարավ կարճ աղոթքի։ Աղոթել տվեց իր սրբության ու մաքրության համար։ Օրինակ ես լսեցի, թե Տերը ինչ կսպասե իրանից, որ ինքը սրբվի ու մաքրվի։ Առաջի աղոթքը լրիվ ուրիշ աղոթք էր։ Իր անձի ցանկություններ, մարմնի ցանկություններ։ Բայց երկրորդը հոգու ցանկությունն էր, թե Տերը ինչ կսպասեր իրանից։ Սիրելիներս, երբ որ դուք կաղոթեք, դուք պետք է ամեն մեր ձեր աղոթքից պատասխաններ ստանաք։ Օրինակ ես երբեք չգիտեմ ինչի մասին պետք է աղոթեմ։ Ես չգիտեմ ինչ կամ պետք է աղոթեմ։ Ես չգիտեմ դի փառաբանեմ, գովաբանեմ, օրհնեմ Տիրոջը, իրոք ես չգիտեմ։ Գեղնե որ շպահեշք վերցնենք, որ գիշկը կաշտանք Սուրբ Հոգին կտանի ուղակի աղոթքի, որովհետև մենք այդ օրը աղոթքի կարիք ունենք, որովհետև կան մարդիկ, որոնք աղոթքի կարիք ունին։ Ես այսօր աղոթելուց լսեցի, որ Տերը շատ-շատերին պետք է տանի ապաշխարության, այսօր մեծ ուրախության օր պետք է լինի մեր բոլորիս համար։ Բայց ես չգիտեի Տերս աղոթել տվեց այսօր երկրորդ անգամ ու նորից սա։ Թողեք թող Սուրբ Հոգին ձեր միջից աղոթե։ Մի առաջնորդեք Սուրբ Հոգուն, թող Սուրբ Հոգին ձեր միջից աղոթե։ Սովորենք աղոթել, սիրելիներ, արեք ուղղակի սովորենք աղոթել։ Ես խմբագում աշխատանք կտանիմ այն մարդկանց հետ, ովքեր որ ունին հնազանդ հոգիներ։ Ես շատ արագ խմբագից կհեռացնեմ այն մարդկանց, որոնք որ ամիսներ շարունակ գուկան ու ոչ մի փոփոխություն չկա իրանց մեջ։ Ոչ մի տեսակի։ Ու գիտեք ինչն է պատճառը, որովհետև իրանք չունին հնազանդ հոգի։ Խորհուրդը դու կրնաս իրան 100 անգամ 10, ինքը նորից նույն խնդիրն ունենա, որովհետև խորհուրդը չեն կիրառը։ Մեր եկեղեցու նպատակն է, որի վերնագիրն է աշտարությունը կհաղթե ինչպես վերնագրված է մեր յութուբյան ալիքի անվանումով, մեր նպատակը հետևյալն է. մոտենալ Աստծուն, մոտեցնել Աստծուն և լսել Աստծո ձայնը ու կատարել Աստծո կամքը ու հասկանալ մեր բամուր, մեր կյանքի ամենաառաջի առաջնորդը դեղնի Տերը մեր բոլորիս համար։
Եթե ձեր մեջ կա էլի մեկ օր կուզե աղոթե, երեխեք ջան, թեկուզ երկրորդ անգամ Սուրբ Հոգին կառաջնորդե, սիրով կլսենք։ Եթե չէ, ուրեմն կաշտանք հայտնություն առաջի գլուխը։ Հայտնություն առաջին գլուխը կկաշտանք դետալ առ դետալ։ Սիրելիներ, հիմի մենք խմպագի մեջ որևէ մեկին չենք մտցնե, որովհետև ես արդեն կաշխատիմ կոնկրետ շատ շատերի հետ, որոնք կրնան միանան մեր եկեղեցուն, մեր եկեղեցու ուսմունքներին, որը Տիրոջ եկեղեցին է։ Իսկ խմպագի մեջ համաժա ինչ թիվ որ Աստված ինձ ցույց տվե 5 հոգին, իրանք արդեն կան։ 5 հոգին, որոնք մնացել են 3 թե առաջի օրը 2 հոգու էլ Աստված անել տվեց, մոտ 5 հոգի եք մնացել երեխեք ջան։ Ով է բացակա Ռիմա քուրը ու Քրիստինա քուրը, չէ՞։ Ուրիշ մարդ կա բացակա երեխեքը մի 5-ից։ Չէ։ Ահա, այսինքն 5-ն են մնացել։ Ու ինձ Աստված դիք ցույց էր տվե, որ 5 աղավն եկավ իմ սենյակիս պատուանի կոքին կաղնավ, անտատ ես կտեսնի, որ 5 հոգի բդի մնան եկեղեցուն որպես եկեղեցու սյուն ու հաստատություն։ Այս խմպագում 5 հոգի մենակ կրնան մնան, իսկ բոլորիդ հետ մենք մեր խմպագի օգնությամբ բոլորս միասին կաշխատենք։ Իրանք կանչված են առաջնորդներ եղնելու ու ցեզի առաջնորդելու համար։ Որբիսի երբ որ ժամանակը կա, որ նոր խմպակներ կազմավորվին, նոր եկեղեցի ձևավորվի, արդեն եղնին օգնողներ հավատարիմ հնազանդ հոգիներ, որոնք որ ինձ միացած կծառայեն ցեզի ու կօգնեն, որ դուք էլ մոդենաք Աստծուն, լսեք Աստծուցայնը ու կատարեք Աստծո կամքը։ Փառք Աստծուն այս 5 հրաշք հոգիների համար, որոնք միշտ պատրաստ են փոխվին, ուղղվին ու Աստվածահաճո պտուղներ բերեն։ Իրականում հզոր հոգիներ են մնացել, հնազանդ հոգիներ են մնացել, Տիրոջով ու մեծ ու հզոր գործեր պիտի կատարենք բոլորս միասին։ Սիրելիներ, կարևոր չէ եկեղեցում քանի հոգի կեղնեն։ Դուք գիտեք, հազարավոր եկեղեցուց կարող է 1 կամ 2 հոգի փրկվին։ Կարևորը նիկ է թե արդյոք այդ հոգիները ունին Աստծո հաճությունը, արդյոք երկնքից Աստված կսե։ Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, նրան լսեցեք։ Եթե կունենաք հարցեր գրեք, ես սիրով կպատասխանեմ։ Եթե առանձին անձնական հարցեր ունիք, հեռախոսի համարս տեսանյութի տակ կտեղադրեմ։ Իհարկե, ոչ բոլոր զանգերին կպատասխանեմ, ոչ բոլորիդ հետ կխոսամ, ում որ Տերը առաջնորդեց, այսպես ասեմ, որովհետև այսօր ավելի շատ ժամանակ խլողներն են զանգողները, քան թե ապաշխարության գնացողները կամ սուրբ կյանքով ապրել ցանկացողներն են զանգողները։ Դրա համար կխնդրեմ, ովքեր որ կուզեն սուրբ կյանքով ապրին, Աստծուն մոտենան, լսեն Աստծուցայինը, կատարեն Աստծո կամքը, այդ հարցով մենակ զանգեք, լավ։ Իսկ ձեր խնդիրների համար դե կմտածեք, որ դուք մենակ դե Աստծուն ճանաչեք այն պահով, որ դուք ունիք խնդիրներ ու Աստված պարտավոր է ձեզի լսե, չարաչար կսխալվեք։ Նախ փնտրեք Աստծո թակավորությունը եւ նրա արկայությունը եւ ամեն բան կտրվի ձեզ։ Պարզապես զանգեք այն դեպքում, եթե կուզեք սուրբ կյանքով ապրեք։ Իսկ եթե դուք կուզեք պարզապես եղնիկ թելադրողներ Աստծուն, օրինակ կան եկեղեցիներ, որոնք կոնկրետ թե աղոթքներով, թե քարոզներով Աստծուն կթելադրեն։ Մեր եկեղեցում պես բան չկա։ Բոլորս լուր կսպասենք, թե Տերը ինչ պիտի մեզի առաջնորդի, որ աղոթենք, խոսանք կամ գործենք։
Սիկ էդ եկեղեցին է, սիկ տիրոջ եկեղեցին է, որտեղ Սուրբ Հոգին պետք է ազատ շարժվի։ Օրինակ շատ հաճախ ինձի կզանգեն, կսեն Աննաքուր, կաղոտես ես ինչի համար, կաղոտես են ինչի համար։ Ես չեմ կրնա շատերի արձագանքին պատասխանեմ, որովհետև եթե Սուրբ Հոգին ինձի չառաջնորդեց, ես որևէ մեկի համար չեմ կրնա աղոթեմ։ Իսկ արհեստական աղոթքներ բարձրացնելը իմս չէ, որովհետև ես կենեմ այն ինչ որ Տիրոջ Սուրբ Հոգին ինձի կառաջնորդե։ Թող փառավորվի Տերս Հավիտյան երեխեք ջան։ Չէ, այսօր էլ հայտնությունը չենք կարտա, գիտեք ինչի, որովհետև այսօր Տերս տարավ խոսանք, որն է հոգով աղոթքը, որն է մարմնի աղոթքը։ Ու հիմի ինձ ոչ թե հայտնություն քիչ կկարտալու կառաջնորդ է, այլ հոգով աղոթքի կառաջնորդ է, որովհետև ստեղ կան հոգիներ, որոնք կուզեն սուրբ կյանքով ապրին, ու որոնց համար ես այս պահին պետք է աղոթեմ։ Պարզապես անցկացրեք գլխաշորեր երեխեք ջան, ու սկսենք աղոթքենել։ Տեր ջան, խոնարհվեմ քո առաջդ եւ կխնդրեմ քեզանից, որպեսզի քո Սուրբ Հոգով դարաշնորհես, որ ես քո կամքիդ պես աղոթեմ, Տերս։ Ամենից առաջ կխնդրեմ, որ դու ներես իմ բոլոր գիտագից ու անգիտագից մեղքերից ու սխալներից համար։ Աղոթեին ինչ որ դու այս պահին կտեսնես, որ ես պետք է աղոթեմ, Տերս։ Փառքես, 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 փառքես։ Գթած ողորմած Աստված, փառքերի ես արժանի, քո անունդ սուրբ է, դու լույսն ես մեր կյանքերի ու ճշմարտության ճանապարհն ես։ Շնորհակալ ենք, որ այսօրվա ծառայությունը դու առաջնորդեցիր մեզ քո Սուրբ Հոգովդ։ Շնորհակալ ենք, որ դու մեզ པարզ հասկացողություն ես տվել, թե ինչ կնշանակի հոգով աղոթել, մարմնավոր աղոթել։ Հոգով ծառայություն անցկացնել, մարմնով ծառայություն անցկացնել։ Որովհետև հոգին ազատ է, ոչ կողմից ուզենա այդ կողմից կփճե, որտեղ հոգին է, այնտեղ ազատություն է։ Ու երբեք հոգուն չենք կրնա սարքենք մեր սեփական գերիները, որ առաջնորդենք մենք իրանց կամ պիտի աղոթես, կամ պիտի խոսաս։ Հոգին ինքը պիտի որոշե ինչ կան աղոթե, ինչի համար աղոթե, ու ինչի մասին քարոզե, ու ինչի մասին վկա է, ու ինչի մասին պատմե, ու ինչ կան ժամանակ առաջնորդե։ Թող փառավորվի Տիրոջը սուրբ ու հզոր անունը Հավիտյան։ Տերս, այս եկեղեցու մեջ բեր, որպես բաժանորդներ, այն մարդկանց, որոնք անկեղծորեն կփապագեն սուրբ ու մաքուր կյանքով ապրին, որոնք ոչ թե օրենքները կուզեն, քո օրենքները իրանց հարմարեցնեն, այլ կուզեն իրանք հարմարվին քո սուրբ ու ճշմարիտ օրենքներիդ ու պատրաստեն ամեն ինչ թողնին, մենակ թե դու իրանց չթողնես։ Այն մարդկանց բեր, որոնց գանձը, հարստությունը, փապակը դու ես Տերս։ Օրհնում եմ այս օրը, օրհնում եմ այս առավոտը։ Փառքես, փառքես, փառքես Տերս։ Փառքով ես փառավորյալ Տերս։ Ինքան շնորհակալ եմ այն 5 հավատարիմ հոգիների համար, որ դու թողեցիր այս խմպակի մեջ։ Հոգիներ, որոնք պատրաստ են ամեն ինչ թողնին ու քո հետևիցդ կան։ Հոգիներ, որոնք փապագում են ամբողջական ձևով ճանաչել քեզ։ Հոգիներ, որոնց կյանքերում դու ցույց ես տալիս պտուղներ ապաշխարության, որ իրոք իրանք ապաշխարել են ու դու սկսել ես մեծ գործեր գործել իրանց կյանքերի մեջ։ Հոգիներ, որոնք գիտակցում են, որ դեռ շատ բաներ ունեն իրենց կյանքերի մեջ փոխելու։ Հայր ջան, դու սեր ես, դու Տերն ես մեր կյանքերի։ Դու լույսն ես խավարի մեջ, դու ուրախությունն ես մեր սրտերի։ Ես այսօր մեծ ուրախությունների կսպասեմ, որովհետև դու առավոտից այդ մասին ինձ կվկայես, մեծ ցնծության, մեծ ուրախության կսպասեմ։ Դու այնքան բարի ես, այնքան ողորմած ես, այնքան գթած ես, այնքան սիրող ես, այնքան ներող ես, քո անունդ սուրբ է։ Ու մենք կփապագենք քեզ, ծառայել, փառաբանել ու երկրպագել ու օրհնել քեզ։ Սուրբ հոգով ու ճշմարտությունով, որովհետև Աստված, այսինքն դու հոգի ես եւ քեզ երկրպագողները պիտի երկրպագեն հոգով ու ճշմարտությունով։ Տեր դու բարի ես, քո ողորմությունը Հավիտյան է։ Քո սերդ ազգից մինչև ազգ։ Դու երկար ժամանակ կսպասես մինչև շատ շատերը ապաշխարեն։ Ու նաև մեզի ցույց կտաս, թե ամեն մեկին ինչքան հնարավորություն կտաս, բայց մարդիկ չեն փոխվի։ Հալելույա Տերս, փառքես, փառքես, փառքես։
Ես կաղոթեմ մեր բոլոր հիմա այս ծառայությանը միացողների համար։ Այն մարդիկ, որոնց կյանքերում կան հմի փոթորիկ ու անհանգստություն, դու հենց մի խաղաղություն իջցրու իրանց մեջը, թող իրանք զգան, թե ինչ կնշանակի տիրոջ խաղաղություն ունենալ իրանց սրտի մեջ, որ իրանք որևէ բան չեն ենե, բայց կտեսնի, որ գերբնական հանկարծ խաղաղություն իջավ իրանց վրա, ինչը երբ որ մութ սենյակի մեջ լույսը կվառես ու միանգամից ամեն ինչ պարզ կտեսնիս, այդպես մի ամ լույս վառե անհանգիստ հոգիներ ունեցող մարդկանց վրա, ու թող զգան, թե ինչ կնշանակի քո լույսդ ունենալ իրանց սրտերում, մտքերում ու անձերում։ Այն մարդիկ, որոնք տկարացած ու թուլացած են ու կմտածեն, որ ամեն ինչ արդեն վերջացած է իրանց կյանքերի մեջ, դու նոր հույս տուր իրանց մեջ։ Օգնե իրանց իրավիճակին նայեն քո աչքերովդ ու հասկանան, որ ոչ թե իրանց կյանք ավարտված է, այլ նոր պիտի սկսվի, որովհետև մինչև սերմը չմեռնի, չի կենտանանա։ Այսինքն դու նոր օրհնություններ ես պատրաստել իրանց համար։ Երանելի են մարդը, ով որ քեզի մոդիգից կճանչե։ Երանելի են մարդը, որի հետ դու ամեն րոպե ու ամեն վայրկյան կխոսաս ու կհանդիմանես իր մեղքերն ու սխալները։ Երանելի են մարդը, ով որ անընդհատ կզգա քո սուրբ ու հզոր ներկայությունը, թե ինչեղ դու ամեն րոպե ու ամեն վայրկյան կրնաս իջնիս իր վրա, քո սուրբ հոգով դու աղոթքի մտցնես։ Երանելի են մարդը, ով որ քեզի կծառայ հոգով ու ճշմարտությունով, որովհետև այդ մարդուց հարուստ մարդ չկա այս աշխարհի վրա, որովհետև իր բաժինը դու ես։ Ու այդ երանելիների մեջ մտցրա մեզի Տերս, այդ երանելիների մեջ մտցրա Տերս մեզի։ Սովորեցրում ես քո կամքդ կատարել, քայլել այնպես, որ քո առջևը շնորհք գտնենք ու լինենք քեզ սպիրանի ու արժանի զավակներ։ Փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես։ Տեր, ես կաղոթեմ այն բոլորի համար, ում հետ որ անարտար են վարվել, ում հետ որ սխալ են վարվել, որովհետև ես կխնդրեմ, որ իրանց բերես ու հաստատես ես եկեղեցու, որովհետև դու ինձ ես, որ ես եկեղեցում դի կան այն մարդիկ, որոնց հետ որ շատ անարտար են վարվել, ու դի հասկանան, որ արտարությունը միշտ էլ կհաղթե իրանց կյանքերում, ու մեր բոլորիս կյանքերում։ Օրհնյալ ես իմ արքա, փառքերի ես արժանի իմ հայր։ Ողորմությունը քոնն է, օրհնությունը քոնն է։ Դու աշտար Աստված ես ու ամեն մեկին ճակորձի համեմատ հատուցում քենես, ով ինչ ցանել է, դի հազարապատիկ է հնձե։ Օգնե որ մենք լավ սերմեր ցանենք, Տերս, որպեսզի մեր հունցքից էլ չվախենանք։ Հալելույա, Հիսուսս, փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես, փառք, փառք, փառք պատիվ քեզ, փառքերի ես արժանի Տերս, հալելույա, ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա ինչպես որ երկնքումն է, մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելիներ, ես ինքս լսեցի, թե Տերը ինչի մասին աղոթեց իմ միջիցս։ Երբ որ ես շատ հարցերի պատասխաններ չեմ ունենա, շատ հաճախ Տերը կսե այդ հարցիդ խմպագին աղոթեցիր այդ ժամանակ պատասխանեմ։ Բաներ կա, ես բարգած, երբ որ գիշերները կաղոթեմ այդ ժամանակ պատասխանե։ Հարցերի կա քայլած ժամանակ պատասխանե։ Փողոցը կանգնած ժամանակ պատասխանե։ Աստված ունի իր պատասխանելու ժամանակը ու ցևը։ Սիրելիներ, այսօրվա թեման կվերնագրենք այսպես. Ինչպես հոգով աղոթել, կամ որն է հոգուց ծնված աղոթքը, իսկ որը մարմնից ծնված աղոթքը։ Եթե կան մարդիկ, որ այս տեսանյութի
կարիք ունին կամ այս թեման լսելու կարիքն ունին, փոխանցեք, թող լսեն։ Հավատացեք, ամենակարևոր բանը, որ կրնա մեծ գործեր են հոգուց ծնված աղոթքն է։ Շատ-շատերը ծոմ կվերցնեն, աղոթք կենեն, բայց Աստծուն լսելի չէ։ Որովհետև Աստված միշտ կհավնի հոգուց ծնված աղոթքներին։ Առակացի մեջ կսովորի ականջը կկոցե, օրենքը լսելուց նրա աղոթքն անգամ պիղծ է։ Իսկ ավելի ճիշտ, Աստված միշտ կլսե սուրբերի աղոթքը, ու Սատանան կվախենա սուրբերի աղոթքներից։ Ու կծիծաղե ամբարիչների աղոթքների վրա։ Կսե, դու էլ ինձի պես մեղավոր ես, իմ ուզածներս կենես։ Քու ցանկությունների համեմատ կաբրիս։ Ինչ սատանայի փեշտեր ու ամրոցներ կքանդես։ Երբ որ դու մեղքի, մեղք չես։ Սկանը, սիրելիներ, լավ մնացեք։